Բոլորը սպասում էինք, որ այս Եվրոպարադի ժամանակ, երբ որ տեղի ունեցավ Հայաստանում, բոլորը սպասում էինք, որ Ադրբեջանը մի քանի ռազմագերի, որոնց մեջ չէին մտնելու։ Բայց Ալիևը ասել էր, որ այո, բայց ինչի էր ասել, որովհետև Ալիևը գազազած էր Եվրոպարլամենտի ապրիլի 30-ի բանաձևից եւ դրա համար ինքը այդ բանաձևը համարեց սաբոտաժ եւ դրա համար Ադրբեջանը դուրս եկավ Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեից, հիմա էլ սկսել է իրավական գործընթաց Եվրանեստից դուրս գալուց։ Ես չեմ բացառում, որ եթե Քարոզարշավի ինչ որ մի X պահի Ալիևը, Թուրքիան եւ Արևմուտքը տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, չնայած առ այս պահը նրա գործերը ոնց որ թե լավ են, ինքը բարեհաջող դուրը բացում մտնում է բոլորի բաղնիքները, ես չեմ բացառում, որ ինչ որ թվով գերիների, որոնց մեջ բնականաբար չի մտնելու Արցախի քաղաքական էլիտան, որովհետև Ալիևը օրը 3 անգամ շարունակում է պնդել, որ նրանք ցեղասպանական գործողություններ կատարած հանցագործներ են, ազատ Արցախի ներկայությամբ ասեցին, մենք 23 թվականին վերջնականապես այսպես սեպարատիզմին վերջ դրեցինք։ Այո, ես չեմ բացառում, բայց ամեն ինչ կախված է ընտրությունների ելքից եւ բոլորս էլ հասկանում ենք, որ ի վերջո սա քաղաքական հարց է։